հյուրեր, ծնողներ և վերավարտական դասարանի աշակերտներ։ Այսօր մի քիչ տխուր, բայց միևնույն ժամանակ ուրախոր է։ Այսօր հնչում է ձեր վերջին դպրոցական զանգը։ Այն զանգը, որ տարիներ շարունակ կանչել է ձեզ դասարան, գիտելիքի, ընկերության և երազանքների աշխարհ։ Եվ այսօր այդ զանգը ձեզ ճանապարհում է դեպի նոր կյանք մի պատասխանատվությամբ։ Մենք, 8-րդ դասարանցիներս, հպարտ ենք, որ ձեզ ենք նայում որպես օրինակ։ Դուք մեզ սովորեցիք ժպտալ, պայքարել և երազել։ Դուք մեզ ցույց տվեցիք, որ դպրոցը ոչ միայն դասերի գնահատականներ են, այլ մեծ ընտանիք, որտեղ ընկերությունը հարգանքն ամենակարևորն է։ Դպրոցը նաև հիշողություն է ու անսահման ջերմություն։ Սիրելի ներողություններ, դուք մեզ համար եղաք օրինակ։ Դուք մեզ թողնում եք ոչ թե դատել դպրոց, այլ լեցուն հիշողություններով մի աշխարհ։ Դպրոցը կարծես այծերով է շնչել ձեր ներկայությամբ։ Այսօր վերջին անգամ է հնչում զանգը ձեզ համար, բայց մեզ համար սա նոր սկիզբ է ձեր օրինակով քայլելու։ Այսօր մենք ցանկանում ենք շնորհավորել ձեզ այս գեղեցիկ օրվա ձեր վերջին զանգի կապակցությամբ։ Թող ձեր բոլոր ճանապարհները լինեն լուսավոր, ձեր բոլոր երազանքները իրականանան, ու ձեր սրտերում իշխանա դպրոցի ջերմությունը։ Շնորհավոր ձեր վերջին զանգը, սիրելի ավարտականներ։ Ռանդին վարժարան, դու մեզ տվեցիք գիտելիքներ, ընկերներ և բարի հիշողություններ, որոնք մեզ հետ կմնան, մենք մեր ողջ կյանքի ընթացքում, մենք խոստանում ենք միշտ արժանի մեր անունի ու պահել արժեքները։ Վերջին զանգը հնչում է ոչ թե հրաժեշտի, այլ նոր կյանքի կոչի պես։ Մենք մեզ հետ ենք տանում Ռանդին վարժարանի սիրտը, բարությունը և ազնվության ոգին։ Թող այդ զանգը մեզ հիշեցնի, մարդը միշտ պետք է պայքարի սիրո և արդարության համար։ Մեր վարժանը մեզ սովորեցրեց լինել մարդ, բաց սրտով և ազնիվ մտքով։ Այսօր մենք ասում ենք շնորհակալ ենք բոլոր ուսուցիչներին ու ծնողներին։ Թող այս վերջին զանգը դառնա մեր մեծ ճանապարհի առաջին քայլը դեպի լույս, գիտելիքի ու բարության։
Համաձայն եք, չէ՞, դպրոցական տարիները ամենամաքուր, ամենալուսավոր տարիներն են։ Այո, իսկ դուք հիշում եք մեր անցած ուղին, մեր հուզերը, նպատակները։ Շատ եմ ուզում, որ լիներ ժամանակի մեքենա, որը ինձ կտաներ դեպի մանկություն, և դու կարողանայիք հանդիպել ես ինքս ինձ հետ։ Այո, ես էլ շատ կուզեի։ Այս աշխարհին օրեցօր սիրտ է պետք կարեկցող, որ նորից դարանա զարկող ու տակ տուն մոլորակ։ Այս աշխարհին ես ու դու վերադարձնենք մանկություն, որ նորից ժպտա ու թևարանի, թող վերսավարանի։ Ամեն աստղ վարվող երազանք է, թող այս մեկն էլ հասնի երկնքին։ Իմ երկիրը անունս ու տունս է, մանկությունս ու երջանկությունս է, թող աշխարհը այնպես պատահի, որ իմ սերը քեզ պատահի։ Իմ երկիրը անունս ու տունս է, մանկությունս ու երջանկությունս է, թող աշխարհը այնպես պատահի, որ իմ սերը քեզ պատահի։ Բարձ աչքերով թե նայենք, սերը չխնայենք, ամեն օրը կդառնա էլի թանկ ավելի։ Բարձ աչքերում մեր բարի հեքիաթը չի դադարի, աշխարհում այսինչ էլ որ լինի, սերը կհաղթի։ Ամեն աստղ վարվող երազանք է, թող այս մեկն էլ հասնի երկնքին։ Իմ երկիրը անունս ու տունս է, մանկությունս ու երջանկությունս է, թող աշխարհը այնպես պատահի, որ իմ սերը քեզ պատահի։ Իմ երկիրը անունս ու տունս է, մանկությունս ու երջանկությունս է, թող աշխարհը այնպես պատահի, որ իմ սերը քեզ պատահի, որ սերը քեզ պատահի։ Իմ երկիրը անունս ու տունս է, մանկությունս ու երջանկությունս է, թող աշխարհը այնպես պատահի, որ իմ սերը քեզ պատահի։ Իմ երկիրը անունս ու տունս է, մանկությունս ու երջանկությունս է, թող աշխարհը այնպես պատահի, որ իմ սերը քեզ պատահի։ Որ սերը քեզ պատահվի, որ սերը քեզ պատահվի։ Արքու թևերի, տարին ժամանակ, ես ետ մնալուց շատ եմ վախենում, հուշերից որքան հեռու եմ մնում, մեկ է, կապում են թևերից նրան։ Ակնթարթի մեջ դու բուլ ես տալիս, այնպիսի մի նոր հավիտենություն, որ խոսքս հազիվ հասած բերանիս, դառնում է արդեն խորին Հուշերս կրկին ձեզ մոտ են բերում, հիշեցնում կրկին տակուկ վարդաններ, որոնք գալիս ու անց են գնում, ու ինձ տանում են անհնջերությունը ձեր, կարմիր ժամանակ, շատ փոքրիկ էինք մենք,
Դուք եք ուսուցիչ գիտելիքի ծով, անցան օրերը, մեծացան անպես, մնացի փոքրուց լույսի ճարակով։ Թողնել եք մենք ձեռք ընկնելու պատին, օգնել պետք են անառանց անջվերով։ Դուք արժանի եք ամեն վարկյանը, Աստծո օրհնությամբ, խաղաղ ապրելու։ Շնորհակալություն մեր մանկության հեքիաթի համար, սիրելի ընկեր Արաքյան, ընկեր Հարությունյան և ընկեր Բերբերյան։ Մարդը աշխարհի բաժանված մի փոքրիկ մասը կոչել է հայրենիք, հայրենիքի մասը դպրոց, դպրոցի մի անկյունը դասարան։ Մենք հայրենիքից հեռու, հայրենիքի կարոտով մեծացանք այս օտար երկրում, ստեղծած մի փոքրիկ Հայաստանում։ Դպրոց, որի մեջ անսահման սեր ու ջերմություն ունի, հայրենիքի բույր ունի, Հայաստանի շունչ ունի։
տագնապով ու խորհություններով, մի ամբողջ 9 տարի։ Բայց հետո մեզ երբեք չի ավարտվի, այն կշարունակվի շատ երկար, քանի դեռ կենդանի են հիշողությունները։ Մանկությունը մի հրաշք էր, որ թավշյա այդերով ուղղվեց մեր դեմքին ու գնաց հանդարտ։ Ինչպիսին է լինելու մեզանից յուրաքանչյուրից ստացող կյանքի նոր ուղին։ Լսում ես կյան։ Քեզ հետ խոսում են մարդիկ, ովքեր մինչ այսօր սխալների պատասխան լսել են բարեգ ուսուցչի ուղումը։ Նրանց ոչ շտկի մեր սխալները, առանց ցավ պատճառելու, չէ որ մենք դեռ պատանի ենք ճանապարհին։ Հավատում ենք, կյանքը որքան դժվար, այնքան էլի է հաճելի պահերով, ինչպիսին այս պահն է, ուրախությունն ու հուզմունքը միախառնված է մեր հոգում։ Դե ինչ, կյանքի ծովում մեր նապատակը երկար ճանապարհ ունի անցնելու, այն պետք է միշտ շարժվի առաջ։ Չէ որ նոր հորիզոնը նոր գաղտնիքներ ունի, իսկ այստեղ մեզ սովորեցրել են ձգտել դեպի նորին ու լուսավորին, չմոռանալով անցյալը։ Կյանքը հիասքանչ է, իսկ այսօր մեզ համար պարզապես հրաշք, միակային լեզակիներից, որ մեկ անգամ է տրվում եւ այլևս չի կրկնվի։ Հնչում է հրաժեշտի խոսքը, ինչ տարօրինակ զգացում է, դասի նստած երազում ես, զանգը հնչի, մի հուշություն անենք, մի հատ էլ բողոքում ենք, որ դասամիջոցը կարճ է։ Իսկ հիմա մենք արդյոք ուզում ենք, որ այս զանգը հնչի, չէ որ այս դասամիջոցը շատ երկար է լինելու, չգիտեմ, ուզում եք։ Ամեն տարվա վերջին զանգը սովորողի համար թանկ է, բայց նաև գիտենք, ինքին կասկիվ կա նաև ավարտ, ամեն մայրամուտը ու լուսաբաց, այս տարիները չունեն վերադարձ։
Բարև ձեզ երեխաներ։ Սովորել եք դաս։
Երբ առաջին անգամ եկա հրավիրի վարժարան, ես դեռ փոքր էի, մանկապարտեզի բակում խաղացող մի երեխա։ Այն ժամանակ չէի պատկերացրի, որ տարիների ընթացքում այս վայրը կդառնա իմ երկրորդ տունը։ Այստեղ ես մեծացա, քայլ առ քայլ։ Սովորեցի առաջին տարերս, հետո կյանքի առաջին փոքր հաղթանակները։ Ամեն դասարանը նոր պատմություն է, նոր հիշողություն, նոր ես։ Այս դպրոցը դարձել եմ երկրորդ տունը, մի հիշողություններով, ծիծաղով, ընկերներով և սրտացավ ուսուցիչներով։ Շնորհակալ եմ ձեզ, սիրելի ուսուցիչներ, ձեր համբերության, սիրո և ջերմության համար։ Դուք ոչ միայն գիտելիք եք փոխանցել, այլև սովորեցրել եք լինել ազնիվ, բարի ու աշխատասեր, լինել պատասխանատու և հավատալ ինքներս մեզ։ Դուք մեզ համար կմնաք որպես օրինակ։ Այսօր մենք կանգնած ենք կյանքի մի նոր ճանապարհի սկզբին, մի փոքր վախով, բայց նաև մեծ երազանքներով։ Թող մեր ապագա հաջողությունները դառնան մեր դպրոցի հպարտությունը։ Մենք որտեղ էլ լինենք, միշտ կհիշենք։ Մենք մեծացել ենք, Բրանդինգ վարժարանը։ Շնորհակալություն սիրելի Բրանդինգ վարժարան, որ դարձան մեր կյանքի ամենագեղեցիկ հիշողություններից մեկը։ Մնաս պարով իմ մանկություն, անցար անհոգ, աննկատ։ Հուշերի էին լուր վերածվում երազներն իմ անհատ։ Մնաս պարով իմ սիրելի, ջերմ ու տակուկ դասարան, դու իմ ընկեր դպրոցական, փայտանշիլ վստահ։ Մնաս բարով դու իմ դպրոց, դու սուրբ օջախ գիտության, վերջին զամն է ազդարարում, ավարտ իմ խենթմանկության։ Սիրելի Բրանդինգ վարժարան, այսօր վերջին անգամ հնչում է զանգը մեզ համար, բայց քո ձայնը երբեք չի լռի մեր սրտերում։ Անսահման շնորհակալություն մեր սիրելի ուսուցիչներին, համբերատարության, հոգատարության և անփոխարինելի սիրո համար։ Դուք մեզ համար օրինակ եք, լույս, որ պետք է ուղեկցի մեզ կյանքում։ Դուք լույս եք տալիս ու չեք սպառվում, կարծես արևի մասնիկ կա ձեր մեջ։ Դուք ժամանակի մեջ քայլում եք այնպես, յուր սերունդներին ուղեկից որպես։ Ու ձեր պարգևած լույսի մեջ լույսով, ձեզ եք գովերքում այսօր։ Ուսուցիչ, դու կարելի պես մնաք դրսավոր, դարի հետ կապող ուսուցիչ։ Շնորհակալություն մեր մանկության մեքենան։ Շնորհակալություն ենք հայտնում մեր օտար լեզվի ուսուցիչներին, ընկեր Ասպեգյանին և ընկեր Գրևյանին, մեզ աշխարհի դռները բացելու, այլ ժողովուրդների մշակույթի և մտածողության մոտեցնելու համար։ Մեր երկրի աշխարհի ճանապարհներով անցկացնելու, անցյալը ճանաչելու ու ապագան կառուցելու ոգով դաստիարակելու համար։ Շնորհակալություն հասարակության ուսուցիչների ընկեր Դանիելյանին, մեր ճիշտ մարդ լինելու, հասարակության դժվարները հասկանալու և պատասխանատվության զգացողություն սովորեցնելու համար։ Առողջ ապրելակերպի և պայքարի ոգին մեր մեջ ակնացնելու համար։ Մեր խորի շնորհակալությունն ենք ուզում հայտնել երկրի և բարի ուսուցիչներին, պարոն Հրանտին և պարոն Հակոբին, մեր մեջ հայկական մշակույթի տակ շունչ պահելու, հնչյունի ու շարժման միջոցով, սեր ու բարդություն փոխանցելու համար։
ուղղակի հավատով զորացնելու համար։ Ձեր դասերը անհետացող չեն։ Դրանք մեզ կյանքի բերում առաջնորդելու նույն հստակությամբ, ինչ դուք մեզ սովորեցիք։ Շնորհակալ եմ ձեր նրբանկատ վերաբերմունքի, հոգատարության և մեծ արվեստի հանդեպ ընկերաբար սերմանած սիրո համար։ Մեր անկյա շնորհակալություններ ուզում հայտնել մեր Տուրանի ուսուցչուհին, սիրելի առաջնազարդ քույր Գայանեին։ Շնորհակալություն ձեր լուսավոր խոսքով, համբերատարությամբ և հոգատար վերաբերմունքով մեր մեջ հավատը, սերը և հոգևոր արժեքները սերմանելու համար։ Ձեր դասերը ոչ միայն գիտելիք են տալիս, այլև լույս, մեր սրտերը խաղաղությամբ ու բարությամբ լցնելու համար։ Դուք մեզ սովորեցրիք լինել մարդ, լեցուն սիրով, ազնվությամբ ու հավատով։ Թող Աստծո օրհնությունը մշտապես ուղեկցի ձեզ և ձեր ծառայությունը պտղաբեր լինի։ Սիրելի հիմնակ և գոհար քույրիկներ, շնորհակալ եմ ձեզ մեծ տարիներ շարունակ համեղ ուտեստներով կերակրելու համար։ Սիրելի դասներ, սիրելի ինգեր Հարությունյան, այսօր վերջին զանգը հնչում է ոչ միայն դպրոցի, այլև մեր մարդության համար։ Այսօր, երբ կանգնած ենք այստեղ, հասկանում եմ, այս տարիների ամեն տակոսքին, ամեն ժպիտին, ամեն նկրալի մեջ դուք եք եղել։ Դուք եք եղել այն մարդը, ով հավատացել է մեզ նույնիսկ այն ժամանակ, երբ մենք ինքներս չենք հավատում մեզ։ Դասեր ընթացնելիս ձեր հայացքը միշտ խաղաղություն էր բերում, ձեր խորհուրդները վստահություն, ձեր բառերը ուժ։ Դուք մեզ սովորեցիք ոչ միայն սովորել, այլև հասունանալ, մարդկանց լսել ու ներել, պայքարել և երբեք չհանձնվել։ Ձեր յուրաքանչյուր դասից դուրս էին գալիս ոչ միայն գիտելիքով, այլև կյանքի փոքրիկ, բայց շատ կարևոր ճշմարտությունով։ Այսօր ուզում ենք ձեր շնորհակալություն ասել ամեն ինչի համար, ձեր համբերության, անսահման մարդկության, ձեր լրիվ հոգատարության համար։ Սիրելի ինգեր Հարությունյան, վստահ եղեք, դուք միշտ կմնաք մեր սրտերում, երբ տարիներ անց հիշենք դպրոցը, առաջինը ձեզ ենք հիշելու։ Ձեր ժպիտը, ձեր խոսքը, ձեր սերն ու անկեղծ վերաբերմունքը։ Շնորհակալ ենք, որ մեր ճանապարհի լուսավորիչը եղաք։ Այսօր, երբ հնչում է մեր վերջին զանգը, ուզում ենք մեր երախտագիտությունը և անկեղծ շնորհակալությունը հայտնել ձեզ ընկերավարության, ձեր նվիրվածության, հոգատարության և արդար առաջնորդության համար։ Սիրելի ընկերավարության, ձեր մեծության չափանիշը անձնվեր նվիրումն է աշխատանքին։ Ձեզ համար դպրոցը հարազատ ու անփոխարինելի ընտանիք է, և դուք բոլորի պատասխանատվություն եք զգում նրա յուրաքանչյուր անդամի հանդեպ, լինի ուսուցիչ թե աշակերտ։ Դուք մեր դպրոցի սիրտն եք, միշտ պատրաստ լսելու, հասկանալու և օգնելու յուրաքանչյուրից։ Շնորհակալություն, որ մեր կողքին եք ամեն քայլատողին, ոգեշնչելով և ուղղորդելով։ Թող ձեր աշխատանքը միշտ բարձրացվի սաների սիրով և հաջողություններով։ Այս կարևոր երկրի օրը մենք ուզում ենք մեր անկեղծ շնորհակալությունը հայտնել ձեզ, մեր դպրոցի հոգատարության, սիրո և բարության խորհրդանիշներին, Տեր և Տիկին հորազողներ, դուք մշտապես մեր կողքին եք եղել, ձեր աջակցությամբ, ջերմ խոսքով և անսահման նվիրվածությամբ, ձեր հոգատարությունը մեզ սովորեցրել է գնահատել ազնվությունը, աշխատասիրությունը և մարդասիրությունը։ Ձեր շնորհիվ մենք ունեցանք այն լավագույն հեքիաթայինը, ինչին ձգտում ենք։ Շնորհակալ և երախտապարտ ենք ձեզ, թող Աստված պարգևատրի ձեզ, ձեր բարությամբ, իսկ մեր սրտերում միշտ կպահպանվեն ձեր սերն ու խորհուրդները։
ենք ձեզ մեծ հնարավորություն տալու այս եկեղեցու տակրտվելու և դաստիարակելու համար։ Մեր երախտիկին խոսք ենք հայտնում ձեզ ձեր մեծության, զով համբերության և նվիրատվության համար։ Մենք ձեզ կհիշենք որպես մարդկային, բարձր որակի և քաջության խորհրդանիշ։